Լոռու մարզի Գուգարք համայնքում այս շաբաթը տոնական է եղել։ Տեղաբնակ եւ տարբեր պատճառներով գյուղում այլևս չապրող գուգարքցիներին համախմբել էր նորակառույց եկեղեցին, որի օրհնությունը կատարել են թեմի հոգևորականները։ Բարերարը ծնունդով Գուգարքից Մոսկվա բնակ գործարար Արմեն Սարգսյանն է։ Սարերով ու անտառներով շրջապատված Գուգարք համայնքում մեծ հանդիսավորությամբ օրհնվեց եւ հավատացյալ հայրենիների առաջ իր դռները բացեց նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Բարերար Արմեն Սարգսյանն այն 6 տարեկան հասակում կյանքից հեռացած դստեր Մարիամի հիշատակին է նվիրել։ Մահացել էր իմ աղջիկը, իր հիշատակին որոշել էի կառուցեմ եկեղեցի, իր անունով Սուրբ Մարիամ։ Կառուցել եմ այս եկեղեցին, այսօր այդ եկեղեցու բացումն է, ուզում եմ նվիրեմ մեր ժողովրդին, մեր համայնքին։ Աղոթատունը ճիշտ է փոքր է, բայց անկախ չափերից արժեքն է կարևոր։ Գյուղին այն շատ պետք է, հատկապես որ գերեզմանոցի տարածքում է, ասում են գուգարքցիները։ Հետաքրքիր երևույթ է, երբ որ գերեզմանոցում լինում են եկեղեցիներ, եւ այստեղ բոլորը երբ որ գալիս են իրենց սուքը սկալու, շատ կարևոր է, որ մարդիկ կարողանում են իրենց աղոթքը առաստված հասցնել եւ մտնում են եկեղեցի։ Ինձ թվում է Գուգարքի հասարակության համար սա ամենակարևորագույն շինություններից մեկն է, եւ ես նայում եմ մարդկանց եւ նրանց տրամադրությունից նույնպես հասկանում եմ, որ վերջապես ունեցան մի Աստծո տաճար, որը կծառայի իրենց աղոթքը առաստված հասցնելու համար։ Այսօր թող Սուրբ Մարիամը դառնա ժողովրդին ապավին, Սուրբ Աստծո ձեռքը խաչը ժողովրդին պահապան լինի եւ կարողանան օգտվել այս մեծ ծառայությունից։ Սա մեծ բարերարություն էր գյուղի համար։ Շնորհակալություն բարերարին։ Մենք ունենք նորմալ եկեղեցի եւ շատ ուրախ ենք, որ սարքվել է, ապրեն սարքողներն էլ, լավ երկար կյանք ունենան, մեր ուրախատեղը ստեղ է, մեր տխրատեղն ստեղ է, ամեն ինչ էլ մենք ստեղ կարող ենք գանք, բավարարվենք, գնանք։ Շատ լավ է, շնորհակալություն սարքողներ հովանավորներից եւ սարքողից մեծապատիվ, որ սարքողը, որ այս հրաշքը սարքել է, նրա մատներին մեռնեն, նա հենց ձեռու պտղունց ունեց, որ սարքել է, կարողացել է այս կամ բաներ գլուխ բերի, էլ ասելու բան չունեմ։ Տերունական աղոթքից հետո տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սողոմոն քահանա Ավետիսյանն ու Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանը սաղմոսերգությամբ օրհնեցին նորակառույց եկեղեցին։ Ալելույա, ալելույա, օրնեցի եւ սրբեցի ջուրս այս նշանով Սուրբ խաչից այսօր ավետարանով եւ ահավուրը շնորհիվ ավամ որ եւ սրբո այս միշտ ահավիտյասա վետենից ամեն Ալելույա, ալելույա, ալելույա։ Գուգարք համայնքում հաստատվեց մի մատուր, որտեղ որ պետք է մեր բազմաթիվ հայրենիներ մտնեն եւ իրենց աղոթքը առաստված բարձրացնեն։ Մեր սիրելի Արմենը այս մատուրը իր բարերարությամբ կառուցեց իր սիրելի աղջկա Մարիամի անունով։ Մենք գիտենք, որ ինքը շատ մանուկ հանասակում հեռացավ այս կյանքից եւ մենք քրիստոնյա մարդիկ լինելով մեր հույսը առաստված չենք կորցնում, այլ հավատում ենք, որ Աստված պիտի մեր Մարիամի հոգին տանի եւ խառնի հրեշտակի գնդերին։ Բայց մենք երկրավոր մարդիկս ամեն անգամ մխիթարություն ենք ուզում փնտրել։ Եվ մեր մխիթարությունը այլ ինչ չպիտի լինի, եթե ոչ Աստծո ողորմությունը, մեր աղոթքը ուղղված Մարիամի հոգու համար։ Եվ մեր Արմենը կառուցեց այս վայրը, այս ընտանեկան մատուրը, որպեսզի յուրաքանչյուր մարդ, որ մտնի այս մատուրը, աղոթք բարձրացնի, մոմ վառի, անպայման ողորմի տա ասելով թող Աստված ողորմի Մարիամին։ Սիրելի Արմեն, դուք մեծ գործ կատարեցիք այսօր
կառուցելով այս գեղեցիկ մատուրը այս վայրում։ Ճիշտ է, դուք սա արել եք ձեր աղջիկը համար, բայց հավատում ենք, որ շատ ու շատ մարդիկ պիտի մտնեն այս վայրը եւ ողորմի տան իրենց բոլոր անձավորներին։ Մենք գիտենք, որ մեզանից շատերի հարազատները հանգչում են եւ ննջում են այս գերեզմանատանը։ Եվ յուրաքանչյուր մարդ, որ պիտի գա այցելության իր ուրեմն հարազատների նշվարներին, նախ եւ առաջ պիտի մտնի մի մոմ վառի եւ ողորմի տա իր անձավորին, ողորմի տա Մարիամին, որ մանուկ հասակում հեռացավ իր կյանքից եւ պետք է աղոթք անի նաեւ բարերարի համար։ Մենք հավատում ենք, որ Աստված պետք է ձեր աղջկան արժանացնի երկնային արքայությանը, քանզի նա անմեղ էր, սուրբ էր, որ հեռացավ մեզանից։ Եվ այսօր մենք հավատել ենք, որ մեկ անգամ եւս աղոթք անենք իր հոգու համար։ Թող Աստված ողորմի Մարիամին, մեր բոլոր անձավորներին եւ մեզ էլ ուժ կարողություն տա, որպեսզի կարողանանք հաղթահարել այս աշխարհի բոլոր մեղքերի դեմ մղվող մեր պայքարը եւ հասնել երկնային արքայությանը։ Թող Աստված ողորմի իրեն, Արմեն ջան, շնորհակալ ենք քեզանից, թող Աստված քո բոլոր գործերին հաջողություն տա եւ օգնի քո ընտանիքը։ Ամեն։ Աղոթատան ճարտարապետը Սուրեն Աբովյանն է, սա նրա 4-րդ աշխատանքն է։ 20 քառակուսի մետր մակերես զբաղեցնող եկեղեցին կառուցված է ֆելսիտ քարից, բազալտե որոշ դեկորներ եւս ճարտարապետը ներառել է։ Բարեկարգվել է նաեւ ողջ տարածքը, տեղադրվել հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար։ Եկեղեցին նախագծման աշխատանքները սկսել եմ մարտ ամսին, բարերար է Արմեն Սարգսյանը դիմեց իր վաղամերիկ դստեր հիշատակին, երբ որ նստեցի աշխատելու, արդեն մտքիս ունենալով այդ փոքրիկ հեշտակին, արդեն ստացվեց, ինչ որ տեսնում ենք։ Գուգարք համայնքը հիմնադրվել է մոտավորապես 1801-ից 1810 թվականներին։ Գյուղի բնակիչները հիմնականում տեղափոխվել են Արցախի տարբեր մելիքություններից։ Չնայած այս ամենին, գյուղացիները պատմում են, որ Գուգարքը հայկական հնագույն բնակատեղի է։ Այստեղ է գտնվում քարե դարի մարդու կացարան, որը 1 միլիոն 800 տարեկան է։ Իսկ եկեղեցի այստեղ սկսել են կառուցել դեռևս 5-րդ դարից։ Շուրջ 6 աղոթատուն է եղել։ Գրեթե մեծ մասը տարբեր պատճառներով ավերվել են, որոշ սրբավայրերի հետքերն էլ դեռևս պահպանվում են։ Սուրբ Աստվածածինը եկավ լրացնելու նախնիների հիմնած բարի ավանդույթը։ Արարողությանը մասնակցելու համար այստեղ էին նաև ազգային ժողովի փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, փոխմարզպետը պաշտոնատար Այլանդզինգ։ Այստեղ տեղի ունեցավ հայկական արժեքային համակարգին բնորոշ աստվածահաճո արարողություն։ Այսօր մեր Արմենը իրականացրեց մի աշխատանք, մի մեծ գործ ավարտին հասցրեց, որը չի կարող Տիրոջ ողորմությանը չարժանանալ։ Արմենը այս բարի գործով ցույց տվեց, որ իբրև իսկական հայ, առաքելական եկեղեցու զավակ, իբրև ճշմարիտ հայ, ինքը ճակատագրի հայվածներից ոչ թե չարանում է, այլ բարիանում է։ Եվ սա բարության տաճար է, սիրո տաճար է, մարդկանց համար երջանկության տաճար է։ Արմենը այս տաճարը կառուցելով ցանկացել է, որ յուրաքանչյուրս գանք, ողորմի տանք իր Մարիամին, աղոթենք մեր ծնողների, մեր երեխաների, մեր ընկերների, մեր ընտանիքների առողջության համար։ Եվ սա ևս մեկ անգամ ապացույց է, որ բարությունը հավիտենական է, չարությունը ժամանակավոր։ Արմեն ջան, որպես քո ընկեր, որպես առաքելական եկեղեցու զավակ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում քեզ եւ Աստված տա, որ դու այլևս կյանքում երբեք տխրելու առիթ չունենաս։ Եվ մի բան իմացի, որ հովիվը շատ ճիշտ ասեց մեր հոգևոր։ Ոչ թե հրեշտակը ինքը արդեն մանկահասակ երեխաները ըստ մեր եկեղեցու ավանդության երկնքում իրենց հոգիները գնում են դեպի դրախտ։ Եվ նրանք արդեն Մարիամի հոգին հենց Մարիամ այնտեղ։ Վերևից նայում է
եւ ուրախանում է, որ իր հայրիկը, չնայած բազում դժվարություններին, այս հավատավոր ժողովրդին բարություն ապարգևում։ Կեցես դու, Աստված քեզ սիրո մեջ պայի, մենք էլ վարակվենք այդ սիրուց, որպեսզի մենք բոլորս էլ բարություն անենք մեր ժողովրդին։ Արմենը այս մատուռը կառուցել է ոչ թե միայն իր երեխայի շտակի համար, այլ կառուցել է Գուգարքի համայնքի համար, կառուցել է հայ առաքելական եկեղեցու համար։ Ընդհանուր առմամբ, երբ որ անհատները որևէ բարեգործություն են կատարում, որևէ եկեղեցի են կառուցում, իրենց մտքի մեջ իրենց հարազատներից որևէ մեկին միշտ մտապահում է, բայց այդ եկեղեցին ծառայում է ամեն ժողովրդին։ Եվ ես հավատացած եմ, որ մենք ամեն անգամ գերեզմաններ հաճախելուց, երբ որ սգում ենք մեր գերեզմանին, այս մատուռը կհանդիսանա այդ ցավերի թեթևացման աղբյուրը։ Մենք մոմ կվառենք եւ բոլորս կաղոթենք առ Աստված եւ մեր հանգուցյալների համար եւ մեր ժողովրդի համար։ Եվ նաեւ հավատացած եմ, որ այսօր մեր փոքրիկ Մարիամի հովանավորը եթե աշխարհի կյանքում եղել են իր ծնողները, այսօր նրա հովանավորը Սուրբ Մարիամն է։ Դասվեք հավատով բոլորդ, Աստծո խաչը բոլորիդ ընտանիքներին պահապան։ Եվ ես հավատացած եմ, որ հավատքը մեղմացնում է ոչ միայն ցավերը, այլ մարդուն բարի է սարքում, այնպես մենք ականատես ենք դրա, որ մեր Արմենը ամբողջ կյանքում իր ընտանիքով եղել է բարի, այսօր նորից շարունակում է իր բարությունը։ Ձեզ մնանք չարությունից եւ բոլորիս ընտանիքներին թող Աստված պահապան լինի։ Արարողության ավարտին ասմունքող Ջիվան Սարգսյանը նարեկացուց հատվածներ արտասանեց։ Քրիստոս արարիչ, խոստովանված կյանք։ Թող որ ամենքին կյանք կամեցողիդ ու պարգևողիդ գթությունը գա, լույսդ չառագի, փրկությունդ փութա, օգնությունդ հասնի, այցդ ժամանի։ Ողորմությանդ ցող նշտաբելով բորոքի պապական դաստաններն այս, դժվարությամբ խոր մահվան վիհնընկած գոսվոսկորներից, և կենարարից սրբազանարյան բաժակն երկնավոր, որ միշտ անսպար պատարակվում է, որպես հիշատակ ննջեցյալների հոգու փրկության ու կենդանության, ծաղկեցնի ու պտղաբեր դարձնի դաշտն իմ մարմնեղեն, խնամարկելով լույսորիդ համար, որպեսզի նրա մեղքերով իսպար մահացած հոգիս, քո շնորհներով քո մեջ զորացած նորոգվի քեզնով, և ես ազատված մեղքերից անմահ մի կենդանությամբ թարության ժամին արդարների հետ արժանի դառնամ հորդ օրհնության, որի հետ քեզ փառք, իսկ քո սուրբ հոգուն բարեբանություն անլուր գոհությամբ այժմ հանապաս եւ հավիտենից սավիտյան։ Մայրամ հալիս է մայցի եկել, կարմիր հատերը սեր հատել, մայրամ հալիս է մայցի եկել։ Ասա առած քեզ ոնց դիմանալ, դատակ մնաց տեղդ մայրան, ասա առած քեզ ոնց դիմանալ, կարմիր հատերը սեր հատել, մայրան հալիս այցի եմ եկել, կարմիր հատերը սեր հատել, մայրան հալիս այցի եմ եկել։ Դու խոզի քրշտակ դրախտում, քո ձայնը
աշխարհնարար երազներս քեզ են ծարար մտնել է աչքիս աշխարհնարար կարմիր ոտերը սև են հատել մայրան բալիս այցին եմ եկել կարմիր ոտերը սև են հատել մայրան բալիս այցին եմ եկել Իսկ վերջում ներկաներին օրհնված մատաղ բաժանվեց։ Երանի նրանց, ովքեր չեն տեսել, բայց կհավատան, Աստվածաշնչյան այս խոսքը մեջ բերելով, գուգարկցիները հույս հայտնեցին, որ աներևույթ ու անտես Աստծո զորությունը կշարունակի ուղեկցել իրենց, քանի որ հավատում ու սպասում են Տիրոջ յուրաքանչյուր հրաշքի։